Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, քանի որ իմ հաղորդումը զարգացում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Կարող եք բաժանորդագրվել եւ կիսվել ձեր ընկերների, ձեր բարեկամների եւ բարձր դասանի երեխաների հետ եւ ուսանողների։ Հիշեցնեմ ձեզ, ովքեր կցանկանան միանալ մեզ ապրիլի 24-ին, որ մեր խմբով ազգասերների եւ Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության խմբով գնանք Եղեռնի հուշարձանին, турք մատուցելով մեր զոհերի 3 միլիոն հայ անմեղ սպանվածների հիշատակին, խնդրեմ պատրաստվեք, ես նախորդ կասեմ ձեզ տեղը, ժամը, որ միասին գնանք։ Հաջորդ ինչի մասին ուզում եմ խոսել, հարգելիներս, սկսենք այսօրվա հաղորդումը, ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր բլոգերներին, ովքեր վերջապես սովորեցին կամ ընդունեցին, ավելի ճիշտ սխալ կլինի սովորել, ընդունեցին, որ պետք է հաղորդում վարելուց գեղեցիկ հագնվել ակնոցներով, թաշկինակով, պիջակով, ցիլինդրով, բրավո։ Ում որ ասել եմ հասկացավ, շատ լավ է, ես ոչ մի վիրավորական բան չունեմ ասելու, պետք եղավ թեկուզ բաբչկայով կամ թիթեռնիկով։ Շնորհակալություն։ Սկսեմ հաղորդումը այսօրվա Հայաստանի Հանրապետություն ինչպես ամեն օր եղած դեպքերից, հետո միջազգային եւ վերջում պատմական։ Մի հատ ուզում եմ թեթև այսպեսի հումորային բանով սկսեմ, նոր մի քիչ առաջ որ հաղորդում էի վարում, Արտակ Սարգսյանը մեքենայով գրում էր, դե ինքը բնավորություն ունի, որ մեքենան դատարկա, ասում է մարդկանց, ասում է Ժողովուրդ ջան, այս ճանապարհով եմ գնում։ Նստեք տանը, կանգնեցրեց, մեկի մեջը նստեցին արցախցիներ, Արտակն ասում է արցախցիներ են, մեր արցախցիներն են, ասում եմ միկրոֆոնը բարձրացրեց, ասում եմ բարև ձեզ արցախցիներ ջան, ասենց արմացած, բարև ձեզ, ասում եմ Գագիկ Թադևոսյանն Արտակն ասում է ճանաչում եք, հա, պարոն Թադևոսյան, շնորհակալ ենք, ձեզ ճանաչում ենք եւ այլն։ Ասում եմ Արտակ Սարգսյանին ճանաչում եք, ասում է հա, ճանաչում ենք, ապրեք, լավ գործ եք, ասում եմ բայց այդ մեքենան որ վերցրել է ձեզ մեջ ով է։ Մեկ էսենց չեք ճանաչում, ասում եմ Արտակ Սարգսյանը, վայ, բարև ձեզ։ Ինչև է, սա նրա համար չեմ ասում, որ ինչ ճանաչին Արտակին չէ, ուղղակի մեր ազգի նման ասենց համով բան ոչ միտեղ չես տեսնել, որ էս ձև, հա, ճանաչում ենք, իա։ Էս ինքնա վայ չէինք ճանաչում։ Մի խոսքով, անցնենք այսօրվա լուրերին, հարգելիներս։ Սկսենք ամենաառաջինը Երևանից եկած լուրով, որ Պարույր Հովհաննիսյանին արտաքին գործերի նախարարի տեղակալին գործից հանեցին։ Պարույր, քանի անգամ եմ քեզ ես փնով է էջում, ասելով որ դու ներկայացնում ես ստրուկի կարգավիճակ, որից հետո քեզ հանելու են։ Դու որ սկսում ես որպես արտաքին գործերի նախարար ներկայացնել պրոթուրքական, պրոնիկոլական, պրոջեուդական, պրոկոմունիստական, կրեմլի բոլշևիկ ջեուդական կերպար, դրա համար մի գեղեցիկ օր քեզ գցելու են դուրս։ Հերթական գործը կատարվեց ձեր հետ։ Ու հերթով բոլորի դա վերաբերվելու սա։ Դրա համար բոլորը ավելի լավ է գնեք այն հին հեռախոսներ են սև ու սպիտակ էկրանով 10,000 դրամ, 15,000 դրամ։ Դրանով SMS չի գալիս գործից ազատելու, լուրջ եմ ասում ձեզ։ Եվ կյանքում չի ցանկանա, ես ընդհանրապես ինչ որ մեկին որ փնովում եմ, հետո նրա խոսքերը չեմ ուզում ցիտեմ, բայց այս անգամ եսակիություն եմ անում Աղազարյան Հովիկին, որ Աղազարյան Հովիկը նոր մի հատ հոյակապ հումոր արե, ասում է Մարտունիկը նստած սպասում է Նիկոլը Եփա ասելու դու գնաս Գյումրու քաղաքապետ։ Գյումրու քաղաքապետի հարցը տենց է չլուծվեց։ Տեսեք, չլուծվելու դեպքում ի՞նչ է դառնում։ Չլուծվելու դեպքում դառնում է, թե ընտրություն չի եղել, հինով է, ԺՊ-յա, թեկուզ ընտրված է, թե նշանակված է, Սարիկն է, մի 3-4 ամիս կձգեն կհասցնեն, ինչպես այսօր տեղեկություն եկավ Նիկոլը որոշում է նախընտրական տարվա դեմ սեպտեմբերից գործից մի շարք մարդկանց հանելու, սեպտեմբերով մեկին կնշանակեն իբր չկար, այդ որ 9 ամիս էր, թե տարի ինչքանի ամիս էր Հայաստանը շտաբի պետ չուներ, չմնաց այդ պոստը, մնաց այդ պոստը, բերին էլ այդ Ասրյանին, բերին Արցախից դավաճան, հերթական դավաճան հային բերեցին, դրեցին այդ գործին, տենց հա թե չէ ժողովուրդ, իհարկե տենց հա։ Այսինքն, եթե հիմա Գյումրու քաղաքապետ այս պայն ընտրությունը չգնաց, ու բոլորն էլ լուր սպասում են ինչ-որ բաների, այդ լռությունը ոչինչ չի տալիս, հարգելիներս։
Պարզ մեկ 2 օրից կլինի, 3 օրից կլինի, կլինի։ Մեկ ուզում եմ մի բան զգուշա։ Ասեմ, որ իհարկե ես ամեն մարդուն ամեն խոսքին չեմ անդրադառնալ, բայց Վարդան Ղուկասյան, սա քո դեմ կոնկրետ։ Սա քո դեմ կոնկրետ դու տվեցիր խոստովանություն եւս մի դատական գործի։ Կմտնեմ այն հոգևորականին, որ եկեղեցում կարա ԼԳՏՊ ամուսնացնի, գլխից կգյուլեմ։ Ուրեմն դու չես կարա այդ գործը անես, վրդ դնում եմ խոսք չանողի, որովհետև դու այնքան փոքր մարդ ես, ցանկացած եկեղեցու դեմ, որ դու նման բանի չես անի։ Դու քո սրբապղծությունը արդեն ասիր։ Եկեղեցու արած այդ մարդուն Աստված պիտի պատժի։ Դու կարաս ասես, ես իր հետ ընդհանրապես չեմ խոսի, այդ եկեղեցու մեջ որ անեն ես չեմ գնա, նույնը ոնց որ ես եմ անում, տեսնում եմ Նյուրնբերգում, որ եկեղեցու վրա կապ չունի, կալվինիստ է, սա կախված է, դրանց դրոշ է, ես ուղղակի այդ եկեղեցի չեմ մտնում, կատեգորիկ չեմ մտնում։ Չեմ մտնում, որտեղ ես նեղվում եմ դրանից։ Ու շատ գերմանացիներ կան իմ հետ համաձայն են։ Չեմ մտնում, դա իմ անձնական կարծիքն է, ոչ բարձրաձայնում եմ, ոչ ընկնում եմ հետևներից, ոչ գնում խփում եմ, բայց որ դու այդքան կաս, որ քեզ թված, որ քեզ ընդհանրապես սարքած փողով բաժանած 7000 մարդ ցեն, ատավե դու դրա խաթեր կարաս մտնես եկեղեցի, մարդ սպանես սատանա։ Սա քո համար լուրջ փորձություն։ Ես ասել եմ, չէ, ոչ մի բառ էլ չեմ ասելու, մեր հանուն մեր տածիկների եւ պացիկների։ Հաջորդ հարցը ինչին ուզում եմ անդրադառնալ, սա հանրահայտ սևեր կուսակցություն։ Սևեր կուսակցություն, ես ձեր բոլոր քայլերը բացահայտել եմ։ Ասել եմ, ձեր խոսացած ստերի վրա խոսքս դրել եմ, ասել եք, որ Գագոն ագենտ է, ձեր Պապյանի միջոցով ստաբիլ փողաստանում կռեմլից չեկակ բռնիք մնացած գործերը, դատական գործերը, հանցագործությունները իմիջիալոց մենք շուտով հյուր կունենանք Տիկին Զարուհի Փոստանջյանին, որը շատ գեղեցիկ կերպով բոլոր այդ դետալները Եվրոդատանով եւ այլն ոնց եք սարքեն չկար է, բոլոր փաստաթղթերը մոտնա, on-line կպատմի, կասի մենք հաջորդ օրը կգցենք edge, իմիջիալոց մեր երեկվա հյուրին չկարողացանք ընդունել շատ հարգելի պատճառով Արթուր Ղարագյոզյանին, քանի որ Արթուր Ղարագյոզյանի ընտանիքում բարի լուրեր թորածնվել, շնորհավորում ենք կրկին անգամ։ Այսինքն չեղավ ոչինչ, մի քանի օր հետո կանենք մարդը թոռա ունեցա, թող ուրախանա կանենք։ Հիմա Տիկին Փոստանջյանի հետ ըստ երևույթին 2 շաբթի կամ 3 շաբթի կտեսնենք, կհանդիպենք, տեսնենք ինչա կատարվում։ Կբացատրեք, թե ոնց եք դուք արանքը թռել։ Ուրեմն դուք անընդհատ մնալով հղի ինձանից, փորձում եք եւ նույնպես Ժիրոն էլ հղի մնալով ինձանից, այն հաղորդմանը, որ կանչեն Ժիրոն չկարողացավ պատասխանի ձեր գլխավորը, որոշել եք ձեր էջով արտակին կանչեք, գիտեք որ ինձ կանչեք բոլորիդ միանգամից ուղարկելու եք ծաղիկ հավաքելու, բոլորի մոտ Ջհուդի, Սերժի եւ այլն, հա, կանչել եք արտակին ձեր էջ 7-8 հոգով փորձում եք վրա տալով, հիմա ես կասեմ ձեր կիքսերը։ Արտակի համեստությունն է, որ մեկը կասկածում։ Ուրեմն էջի մեջ կային 2 հոգի, որոնք իրենց մի հոգին լկտի պահեց, այն մյուսները տակից։ Ուրեմն Տիկին Արաքսիկ, դուք Տիկին եք թե տղա եք, ինձ հայտնի չի։ Դուք տրանսի տեսք ունեք մազերով փագած Ամերիկայում։ Դուք տրանս եք, Արաքսիկ, Հելուսիկ։ Հասկացա՞ր։ Ուրեմն դուք ասում եք պարոն Սարգսյան, այսինքն ցենվածա, պատիվ ունեցեք, բանը հարգանք ունեցեք, ձեր հետ խոսում են արտակը սենցան։ Մտցնում եք մեջ ձեր մի հատ կամո, հես այդ կամոյի մասին կասեմ, կամո։ Դու դեղ ես խմում թե ինչ ես խմում, ես հատ բաներ կասեմ, որ դու այսօրվանից դեղ չէ, տոննայով ես խմում, ասենք չէ, արի բուժենք, արտակն ասես բարեխիղճ, իր համբերությամբ արի բուժենք, ուրեմն Տիկին Արաքսիկ, Հելուսիկ, ձեր կամոն պառկած ասեն, ծերևում ու ծխում է եթերում, դրեք նայեք, չեք կարա մոնտաժը, արդեն արտակի մոտ էլա գցած, ծխում է, մեջ չա մտնում, 1000 ներեղություն բոլորիդ ասելու եմ, արտակին ասում է Հայաստան ինչքան է, արտակ ասում է 29800 սպայն, ասում է, ահա, 132 թե 162 ես ուզում եմ տենամ, զանգեմ տենամ եւ այլն այսպիսի լեկտի բանով Արտակ Սարգսյանի էջում կա։ Հիմա ես ձեզ ասում եմ, ու տակից այն բժիշկը խնդում է, արա բժո, դու Արտակը գիտեք ինչի խառնվեցիք, Արտակ ասես դու ինչ վերահատություններ ես արել, դու չկարացար Ժիրոն։ Հիմա 2 հոգու եմ անդրադառնում այս պահին, 3 Արաքսիկ Հելուսիկ,
որոնք Ամերիկայում կազմակերպել են սկզբում արդեն Ամերիկայից բոլոր ինֆորմացիաներն եկա, իբր բևեռը ազգային են, հանդիպումներ մուտքը 500-ով, Պուտինն արա հյուսիսային այդ ֆորումը Վալդայը $1 միլիոն բան վերցնում, ռուբլի 3 միլիոն դրամ, այդ Ժիրոն ու Պապյանը այդ քոնթիները ով են դարել, որ մարդկանցից 200-250 հազար փող եք վերցրել, որ թողեք հետները խոսան, այ արաքսիկ հելուսիկ, դու Հայաստանում ինչերով ես զբաղվել, ինչեր ես, թողեք քո անձնական ֆիզիոլոգիային չանդրադառնամ, ինֆորմացիան լրիվ գրված է, քեզ Ամերիկայել կհասնի դա։ Ուրեմն վերցրել են Սրանք, հետո քիչ-քիչ տեսել են, որ ժողովուրդը քիչ-քիչ գլխի անգնում, որ թալանը գնում է, իջեցրել են մուտքը 100,000 դրամ, հետո 50,000 եւ հիմա խնդրում են, որ գան, որտեվ կրախի մեջ են, ժողովրդի փողերը այսքան հավաքել են, չկան թալանչիներ, անկնիկ տղամարդիկ, կանչել եք, ուրախացել եք ձեր համար, արա կարող է դուք որ ձեր կնիկներին փախցրել եք Հայաստանից, ձեզ հաճույք է տալի, որ գագոն ամեն եթեր ձեզ հայում է։ Հո դուք Կիրկորովը չեք արա, որ օրական բաց հետևով դուս գաք, որ ձեր մասին խոսան։ Եթե հաճելի է ամեն հաղորդում սկսելուց առաջ, կասեմ Սևեր, կամ արաբերեն Էր, կամ մյուս, կամ ինչ արաքսիկ հելուսիկ, ամեն օր կսկսեմ Եվերի, սենց ձեր բևերի, եվերի, էրի, սերի, սևերի և արաքսիկի ու սիկի։ Ուզում եք հայվանք, ուրեմն անցնենք այս կամոյին, այ լկտի։ Նախ դու երբ ես զենքով կռվել։ Հիշեցնեմ, դու եղել ես մալչիկ պաբիգուշկա, սկզբից եկել ես Ժիրոյի մոտ, որ հատուկ սերժենտ հրամանով վաճառված եկել էր Էշմիածին զորք հավաքելու, չստասմանվի 6-5 հոգի հավաքեց գնաց, դու եկել ես ստելի լկտի պահել ես, հետո դից քեզ վտարել են Օգանովսկու մոտ, ընդեյել ես դու քեզ լկտի պահե, Օգանովսին հանե վտարելա, նորից հետ ես եկել Ժիրոյի մոտ, դու զենք չես ստացել որ կռվես, այ հոգնած, ստից իբր դեղերի տակ ես էշեշ խոսում ես, դու զենք չես ստացել որ կռվես, դու զենք չես ստացել, իսկ պարոն Բեղավոր Քաչալ, պարոն եմ ասում առանց ուրիշ բանի, որտեղ ձեր անունը չգիտեմ, առանց որևէ այլ Բեղավոր Քաչալ, որտեղ դուք անդրադարձեցիք, թե հատուկ գունդ է եղել, պարոն Բեղավոր Քաչալ, դուք Շուշիում զենք տվող վերցնող եք եղել, որ մարդիկ են եկել զենք ուզելու վերջում, դեսանտային ավտոմատ չեք թվա ասելով էսի Ժիրոյինն է, դուք կռվող չեք եղել, դուք ավտոմատ տվող տնտեսական մասն եք եղել, ավտոմատները ստացել եք առուժեի չիկի պես, գրանց է դրել եք, ավտոմատները բաժան է ուղարկել եք կռվի, այսքանը ձեր երկուսի մասին զգուշացում և դու կամո ես ինչ ես, ուզում ես զանգես կաս, դու չես կարա զանգես կաս, որտև ես որ Երևան եկա, ես եմ գալու քեզ գտնեմ ու գիտես ինչ անելու քո վիճակը, բերելու եմ հրապարակ, կանգնացնեմ ու ամեն ինչը տենամ ոնց ես ասում, ասում ես ներքին հանդից եմ, արա դու ներքին հանդից, հողիդ կեսը Նիկոլը տվել է, դու եկե արտակի վրան ես ուզում, քո կարճ խելքով գեներալ լեյտենանտի վրա, ուզում ես ինքնահաստատվես, հա, դու հողը թողե, կնիկ երեխու թողե, որ թուրքը առավոտ մերքելի տենա, դու եկես տե ձևեր ես տվեք կամո, ես քեզ ասում եմ, ես եմ քեզ տեսնելու անձամբ հրապարակային հրապարակում Չնայած դու մեկա գործ տվող սարքող եք ոնց որ Ժիրոն բան դոսե գրող եք բոլորդ ոչինչ կտեսնեմ հրապարակում այդ լկտի պահվածքը այդ քո մատը քոքից ջարդելու եմ այդ ցույց տալու համար ցույց է տալիս ինձ 132-162 172,000 քառակուսի կիլոմետր Հայաստանը հենց հիմա ցույց չես տվել Եթե հիմա դու ցույց չես տալու կամ ես քո նման փնթիներ չունեմ ես քեզ ուղակի չասեմ ինչ եմ անել ես քեզ տենալու եմ տես ես մի քանի հոգու եմ խոստվել որ տեսնեմ որից մեկը դու ես ժիվոյ որ կանգնեցի դեմս դու կսկաս ինչ ես անելու այսքանով փակենք այս այլասերված սևերին եւ եւս մի մեխ խփենք դագաղին որովհետեւ սևերը թաղվելու է որպես ազգին խափող միջոց բժո բժշկի հետ եմ բժո լեննականի լեզվով շիրակի բարբառով կոչվում է ոչ գար տղա գար դու բժո ես ոչ թե բժիշկ բժո այդ հավաքել երկու այդ թափթփուկներին ու հենց արտակին սենց արեց ծիծաղում էր ուրախանում էր բուարոյդ բեղերը թրաշելով քյաչալը 5 հատ մաս կրակել տանք վրեն գրենք 4 տար Բժո դուք ձեր թմով արաքսիկ տրանսվիստիտ դուք ձեր թմով ձեր գերեզմանը փորեցիք
Դուք ավելի խորն եք փորում։ Դուք ուրեմն չեղած փնթի ոչ լոտ ներքին հանդը ծախել է Երևան, չի էլ Նիկոլի դեմ դանակով էթա բոմբը գցի թե իմ տունս ինչեք ծախե, եկի արտակից ես պահանջում որևէ բան ու սենց առա Հայաստանը 170, հենց իմի ասում եմ այսքանի դեմ 170 չեք ցույց տվել, բոլորդ ձեր տերերի նման Պապյանի, Ժիրոյի Բևերի մնացածիդ նման ֆուֆլո եք, հենց հիմա ցույց եք տալիս։ Ոնց որ ֆուֆլո դուս եկավ Պապյանն ու Ժիրոն, որ ասեն Գագոն Գերմանիայում ստաբիլ KGB-ից ամեն ամիս աշխատավարձ հաստատում ու չափացուցիկ, ամեն ամիս ստաբիլ KGB-ն Գերմանիա աշխատավարձ ուղարկում Թադևոսյան Գագիկին Կրեմլից, հասցենե ճշտացա Կրեմլից։ Հասցեն ճշտել են մարդիկ, դու պատյասում եք, չէ ժողովուրդ։ Կրեմլը Գերմանիայի հետ պատերազմական իրավիճակի մեջ է Եվրոպայի, ամեն ինչը ռուսների պետք է փակեն, բայց պետք է Շոլցը ասի, արա գիտեք, այս Գագոյից վախենանք, բերեք այս Գագոյին մի 5-10,000 փող ղրկենք կամ 2,000 կամ 500։ Արա Աստված ձեները լսի, այլասերված վիժվածքներ։ Կրեմլը փող ուղարկեր, հիմա այս արցախցիներին այդ 27 ընտանիքին, որ օգնել եմ, այդ թիվը կբազմապատկի 2700, ոչ թե ձեզ նման ազգից ամիսներով, միլիոններ տարիներով կքրքրեի, կբերեի 10 օրը մեկ այն եղնուկ լրբի տղուն, որ վանոյի տակներ պարկած ծաղիկ հավաքում, 5 միլիոնանոց տունը կառնեի, ռադիո տան մոտ գնացեք տեսեք ում շենքն է էդի ոնց են առե ոչ մեկ չի աշխատում ոնց են առե ոչ է Ժիրոյի կես միլիոնանոց տունը որ գործ տալու համար տվելը ամբողջ կյանքը Հայաստանի քաղաքացի չեղավ մի գործ չի արել եղել է ավտոէլեկտրիկ Լիբանանից զանգին ասին փնթի Ժիրո ոնց որ Պապյանի քուր ախպեր հարս բան թքում են Պապյանի երեսին զանգում ինձ ամբողջ ինֆորմացիան տալիս են դու էլ ախպոր տղա ունես Ամերիկա որը ատում է քեզ ունի սերվիս ու ինքն էլ ինչ որ պետքա քո վրա ասում է հասկացաք դուք ով եք այսքանից հետո դուք հələ 30 ազգի դեմ ել դու Արցախի Շահումյանի գործողությունները ազատագրման մի ուղղությամբ պրավալ տվող դեպի հաթերքից վերև ընկած գյուղ են Մարաղայի ու մյուս գյուղի արանքը գյուղապետի կոլխոզի նախագահի հետ հատուկ հրանգված Սերժի Մարտու դու վարի ես տվել ծրագիրը որովհետև ըստ որոշ տվյալների այդ մարդան դե թաղած ոսկիներ ուներ փախած գյուղացիներից հավաքած տղեկին տարելս խփվելու ոսկիներն էլ ուր կորա ոնց եղավ դու էլ քոր գյուլա եկավ կպավ որովհետև շպիոններին խփում են ընդե որ չլինի փափուկ մսին կրակած Ժիրո բուկետ բերանի չեք բացում ինչ եք մարդու բուկետ բերան բացում որ այդքան լավն եք ձեզնից հեռացել է Վարդանը ձեր Հակոբյան, ձեզնից հեռացել է Հայկը, ձեզնից Բիլյանին ու բան բռնել եք տվել մի քանի հոգու Բերտ Պավլիկը, ձեզնից հեռացել է Արկադի Վարդանյանը, ձեզնից հեռացել է ով ասեմ, Խզմալյանը ձեր, Արա դուք ոնց եք այդքան լավը, որ բոլորը թքածում են ձեր վրա, ու իրենց եթերներով Վարդանի եթերով պարբերաբար թաղում է ձեզ Մինչև է ձեր արևով երթում էր ուտում, հիմա թաղումած ես, այդ դուք ոնց եք պանում, որ ձեր մի 5-6 հոգուց այդպես փնթի կամոյի պես գեղերից անգրագետ խոսացող կամոյ, ես քեզ ուղիղ եմ տենալու, ես քո հետ հարց ունեմ, դու չունես հարց, ես քո հետ հարց ունեմ, ես այդ հարցը գիտես ոնց եմ անում, չբացատրեմ քեզ, չբացատրեմ, դու միշտ զգուշ եղի, միշտ զգուշ, որ քեզ տենալու եմ ու բռնելու եմ բերեմ հրապարակի կենտրոն Հրապարակի կենտրոն, որ խայտարակությունը տլի այն վիճակով հազարատ էշի պես զռալու ես, ոնց որ Պապյանը զռաց, Բևերի Ժիրոն զռաց և մյուսները զռացին, որ ասեցի, ով որ չապացուցի, որ ես KGB-ից ռեգուլյար աշխատավարձ եմ ստանում, Կրեմլից 1000 հատ, եթե ապացուցի 1000 հատ ես եմ զռում հրապարակի դեմը, եթե չապացուցեն, իրանք չեն ապացուցեն, զռալու տեղը միշտ էլ կա, կզռցնենք հանգիստ Այսքանով ավարտեմ ձեր այլասերված Կերկուրովի սիրահար թմին, որտեղ դուք հաճույք եք ստանում, այն որսորդի ու ասել եմ, որսորդի ու արջի պատմություն ասում արա դու որսորդ ես թե մանավաճառ, ամեն օր գալի հետևից հարց ես լուծում։ Հիմա դուք ամեն օր ինադու պրովոկացիա եք անում, որ ես ձեզ վիրավորեմ, անկնիկ տղամարդիկ եք, հայոյանքից եք հաճույք ստանում, գնացեք ձեզ ծախեք կոմայքի։ Այսքանով ավարտեմ։
Անցնենք հաջորդ հարցին։ Անցնենք ամենակարևոր հարցերից մեկին, նավթի հարցին, հարգելիներս։ Ամենաուժեղ հարցը այսօրվա աշխարհի պատերազմների, լավ գիտեք, որ դեռ մնալու է մի 20-25 տարի նավթը, մինիմումը, քանի որ մեր ցավոք սրտի ամեն ինչը ստեղծված է մեջը կա նավթային մաս, հեռախոսները, միկրոֆոնը, հագուստի կոճակները, սննդային մասերը, սնունդը մենք փաթեթավորում ենք տարբեր տեսակ ցելոֆան, եսիմ ինչ կա տան մեջ, կահույք եւ այլն, բոլորը թույն է արտադրում, լուսամփոփի գլխիկ եւ այլն, թույն է արտադրում։ Այս ամբողջը դեռ նավթից է արտադրում, աշխարհի այնպես են արել, որ 80% արդյունաբերությունը լինի նավթից։ Բայց այսօրվա դրությամբ նավթը, որը կազմում է, ինչպես ցույց տվեցինք արդեն Ադրբեջանի տնտեսության, ինչպես իրենց թվերը ասացին, 85.5%-ը, այդ 85.5%-ը նավթ ներողություն 98.5%, ինչպես ասին իրենք, այսօր նավթը իջել է 64 եվրո, 64 եվրո դոլար իջել է 1 բարել Brent կարգին։ Ադրբեջանականը ուրիշ կարգ է, տարբեր կարգեր ունեն, Ադրբեջանում փաստորեն բյուջեն հաշվել էին տարվա սկիզբ 70-ով թե 72-ով, իջավ 64, այս էլ 20% էլ էստեղ ընկա։ Հիշեցնեմ ձեզ, որ ես չեմ մոռանալու ասել, որ ադրբեջանական նավթը արտահանման արդեն տեղում վրաները նստում է 25 դոլար բարելը, մինչև հասնում են տեղ կարծեմ 30 դոլար բարելը, պատյասիկ չէ, 64, 98.5%-ը Ռուսաստան, Հռոմի եւ այլն։ Հիմա անցնենք մյուս հարցին, որը ավելի ուրախացնում մեզ, ճիշտ է, Հայաստան հնարավոր է շոկ լինի, բայց որ երաշտը խփում է Ադրբեջանի, Ռուսաստանի տարածքներին, սա արդեն լուրջ թիվ է։ Ուրեմն Կասպից ծովի մակարդակը պակասել է, ժողովուրդ ջան, 36,000 քառակուսի կիլոմետրով, այսինքն Հայաստան, Նախիջևան եւ մի փոքր էլ ավել։ Այս տարի այնքան շոկ է լինելու, որ ասեցին իրենց մոտ, դե բնական Հայաստան էլ շոկ կլինի, իսկ Հայաստանի այլասերված ղեկավարները ծառերը կտրում են ու դեռ այն Բեգոյան ծիծաղում ես, որ դատվելու ես, էլ չգիտես, որ քեզ էլ են հանել ու շպրտեն, ոչ մեկից լավը չլնես, ավին դու էլ հետը, Տիգրան ավին ջհուդի վաստակ, եւ այս ամբողջը շոկերին ավելի անպաստելու Կասպից ծովի մակարդակը անսահմանափակ խայտարակ իջնելու է։ Մոտավորապես ասեցին ամբողջ Ռուսաստանի, Ղազախստանի ափը, ինչպես նաև կարող է լրիվ ցամաքման գնա Կարաբողազը, Թուրքմենստանի սև կոկորտ, այսինքն բերան կոկորտեն, որ փոքր ինչ որ բան ուներ, լագունայի նման փոքր, հա, ջրավազան։ Կարաբողազը լրիվ կչորանա, ավազա, այդ թվում նաև ավազա հյուրանոցային համալիրները, որ այդ ջրի ափին էին, դե ավազայում հանգստանում են յուրահատուկ մարդիկ, քանի որ Թուրքմենստանը դիկտատուրա է, շատ մարդու ինքը չի թողնում, հատուկ պետք է այն աշխարհի օլիգարխները, որոնք ուզում են, եսիմ սուլթանական կայֆեր սարքել ամբողջությամբ Դուբայի նման, բայց մարդ չի հանգստանում, քիչ էլի հատուկ այդ օլիգարխների համար, որ ոչ մեկ իրենց չտեսնի ինչ կայֆերի մեջ են։ Այդ ամբողջ Կարաբողազը իջել է, դառնում է, ինչ ասեմ, մոտավորապես 50 սանտիանոց ջուր, աղաջուր, այն սպիտակ, որ նկարվում են այդտեղը։ Իսկ Կարաբողազը կազմում է միայն Կարաբողազը 18,000 քառակուսի կիլոմետր։ Ընդհանուր առմամբ հաշվեցին, որ այս տարի կարող է 15,000 քառակուսի իջնի։ 15,000 քառակուսի իջնելու դեպքում աղուտային քամին լրիվ վերացնում է մինչև 100 կիլոմետր խորությամբ, եթե ոչ 150, Ադրբեջանի գյուղատնտեսությունը։ Այսինքն հասնում է մոտավորապես մինչև Արցախի սահմանին։ Արցախի սահմանից գալիս է այդ կանգնում է։ Տեսեք Աստված ոնց է պատժում։ Այն որ դեբիլ հայեր կային, որ ասում են, ես չեմ ուզում, որ երկրաշարժից կործանվի, ուզում եմ հայ զինվորը սպանի, բայց ինքն է տունը նստած Ավստրիա ծխի, այսինքն ես էլ բացատրում եմ, որ հայ զինվորը կրակի, հայ զինվորին չեն կրակելու, հա, թող 10,000 հատ ադրբեջանցի մանա, բայց գոնե 5 հոգի հայ կմանա ձերս թվի, ձեր հեքիաթի, հա, ասում եմ, իսկ դու հաճույք կստանաս դրա համար քո 5 հատի։ Թող ավելի լավ չէ բնությունը վերացնի։ Չէ, տենց հաճելի չէ, այսպես հիմար հայերի համար չէ։ Բնությունը պատժում է թուրքերի։ Ժողովուրդ ջան, աղուտային հիմքը ես բացատրեմ ձեզ։ Արալյան ծովի մասին էլ եմ արել հաղորդում։ Արալյան ծովի չորացումից հետո աղուտների եւ թունաքիմիկատը քշել է մինչեւ Հիմալայան լեռներ։
3-4 հազար կիլոմետր քշել է քամին, 3-4 հազար ունդ է թունաքիմիկատները դրել է, սարի վրա հալոց կա, սկսել այդ ջրերը կենթանիները խմել են, մարդիկ խմել են ծանր հիվանդություններ, մահեր եւ այլն, էլ որ մնաց սա բերանին է, այս հարցը էսպես, թե ինչ հետևանքներ կունենա, ուրեմն Ադրբեջանում մասսայական խոլերայի հիվանդությունների, սա արդեն հարցի մյուս կողմն է, հիշում եք Աստված ոնց պատժեց Եգիպտոսին, որ հիվանդություններ, ջրից դուրս թռան տարբեր սողուններ, եսիմ զեղուներ եւ այլն, նույնը գալու է այնտեղ հիվանդություններ եւ մնացած բաներ։ Իհարկե, եթե չգնաք Թուրքի հետ, պատճպճվեք, ձեր տուն բերեք, պահեք, գրզոյի պես չհիանաք Թուրքի հետ, գործանեք հյուրանոցներ բերեք, պահեք Նիկոլի հետ, ձեր տուն չի մտնի, բայց որ դուք Հայաստանում բերեք ձեր տուն տակ տուրիստի խաթեր Թուրքի ծոց քնեք, իհարկե դուք եք հիվանդանալու։ Սպասվում է տնտեսությանը, դրա համար սրա վրա ինչ ուզում են անեն։ Տեսեք, Հայաստանի կառավարությունը պարբերաբար ասում էր, հեսա կռիվ կլինի, հեսա կլինի, հեսա կլինի։ Եղավ, չէ։ Հա, հեսա կլինի, հենա ասում են ինձ ունենց մարդ ասև վերևներից հորս սարև։ Տեսակ, որ հորս սարևները չեղավ, այսօր կլինի, վաղը կլինի, այսօր կլինի, վաղը կլինի։ Ինչի։ Որտեղ չի կարող մի երկիր պատերազմ անել, որի տնտեսական անկումը շատ մեծ է, որի քաղաքական սեղմումը աշխարհի երկրների կողմից շատ մեծ է, որի ամենամեծ երկու տերը ընկել են մեղմ ասած կղկղանքի մեջ։ Ռուսաստանը հսկական պատերազմների հենա երեք Մոսկվայի 3 օդանավակայան փակվել է Վնուկովոն, Ժուկովսկին եւ Դոմոդեդովան, վերևները թռել են ԱԹՍ-ներ ուկրաինական, իսկ Թուրքիան ուզում է փագի Սիրիայի օդը, հիմա այդ մասին եք խոսեմ, եւ առաջի իսրայելական հրմբակոծումը թուրքական բազային եղավ հերթով։ Հիմա գնանք այս հարցի հաջորդ կողմին։ Տեսեք ինչ է։ Տնտեսության մեջ անկումը թույլ չի տալու մանավանդ երկրից երիտասարդների 85%-ի բացակայության դեպքում Ադրբեջանը չի թույլ տալու ինքը պատերազմ անի։ Սա լրիվ ոչ միայն աստու գործում է, սա նաև մեր օգտի գործում է, սա նաև շատ չխոսամ ոչ Հայաստանի կառավարության, այլ պրո-հայկական շատ ուժերի, մեզ մի ընդունեք, չասեք ինք իրանա գովազդում, մենք չկանք, թող տես լսվի։ Մարդկանց գործողությունա, որ օտար երկրներից ճնշումա գործադրվում, որ հայկական հարցի լուծմանը բարենպաստ պայմանների, ոչ թե նրա համար, որ աշխարհը մեզ սիրում է, չէ, ոչ մեկ մեզ չի սիրում, այլ հիմա պետքա, որ Հայաստանի հարցը լուծվի։ Իմիջիալոց տպեցին, որ Շտայնմայերը ասել է, որ վրա բան ադրբեջանական ճանապարհ, էս, հարգելի հետևորդներ, ադրբեջանական ճանապարհ, թե բաց ճանապարհ։ Սրանք տարբեր բաներ են, հիշեցնեմ, որ նույն ժամանակ Ուզբեկստանում հավաքվել են Եվրոպայի այլ ներկայացուցիչներ, Ֆոն դեր Լայենը եւ պահանջում է ուզում են ստեղծեն ավելի սերտ տնտեսական հարաբերություն։ Ադրբեջանի համար բաց ճանապարհ, թե բաց ճանապարհ ծովից։ Իսկ ով է թողում այդ ճանապարհը, ռուսը կթողի, թե թուրքը կթողի առանց Թուրքի։ Սա կսպասենք հաջորդ հարցին։ Անցնենք մյուս հետաքրքիր հարցին, որ վերջապես առաջին անգամ Իսրայելը ռմբակոծեց թուրքական բազան օդային։ Մի քանի վայրկյանում գետնից հավասարեցրեցին Հոմսի ռազմական բազան, որը Թուրքիան կառուցել էր իր հակաօդային պաշտպանության իր չընտրլող միջոցներով, իր ՉՄՕ միջոցներով, եւ իր ՉՄՕ ստեղծած, եսի մոպսա, ինչա, սեփշուն, ինչ-որ հայտնի էլ չի, էշություններ, իրանք ստեղծում են, իրանք ուրախանում են, իրանք տխրում են միջոցներով։ Բարձա։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Սիրիայի կառավարություն Ալ-Ջուլամին ասաց, որ գիտես ինչ կա։ Բա ասում ես քեզ կօգնենք։ Սա արդեն 5-6 ամիս է, սորք են բերում 350,000 էս են բերում, փող են բերում, են բերում։ Գերմանիային համոզեցը, Գերմանիան խոխել արչի։ Ասма բանը ծոցը քնի կարապետը երեխուն պայի հայրապետը, հիմի էսա։ Գնացել եք դուք եք սիրիացիներին, մտե մենք էս կանենք, են կանենք, դու ես խոստվել Գերմանիան ինչի փող տա Թուրքիա։ Էնել 320 միլիարդ։ Գերմանիան փող ունենա 320 միլիարդ, իր տնտեսության շատ գծեր կբարձրացնի, որոնք գտնվում են կոնկրետ կոլապսային վիճակում։ Գերմանիան փող ունենա իր մոտոցիկլների արտադրությունը կհզորացնի, որ Նյուրնբերգում փակել են տվել 2013 թե 12 թվականին։ Պարզ է։ Գերմանիան փող ունենա այնքան հարց ունի ներսում արդեն լուծելու։ Այնց չի որ Գերմանիան էլ սենց հալած թափած երկիր է, մեծ թվերի մեջ կոռուպցիա չկա, այս չկա, այն չկա։ Մի տես մտածեք, էլ ամենտեղ էլ իր սևն ու սպիտակը կա։ Սա ընդհանուր հարցով։ Էլ ուր մնացը 320,000, բա դուք ուզում եք 320 միլիարդ վերցնեք, Գերմանիային ոչ մի նավթային հանք, ոչ մի բան չունի, ասեք գնա ապրի, յա լուրջ, տենց են փողը վերցնում։
Մի խոսքով, ու դրա համար Թուրքիան մնաց միայնակ։ Ադրբեջանին ասեց զորք կտաս, ասեց հա, կտա թե չի տաս հարցը։ Մյուս կողմը Կիպրոսի հարցը սեղմած է, Արցախի հարցը բոլոր գերմանական, ոչ գերմանական, եսի ֆրանսիական, նիդերլանդական, բելգիական, եվրոպական այլ երկրների կողմից, այդ թվում նաև անգլիական ստիպել Ադրբեջանին բաց թողել գերիների եւ կազմակերպել արցախցիների անվտանգ վերադարձը Արցախում ապրելու, իրենք երաշխավորելու, ապրելու ինքնավարության կամ իրենց անկախության համար, որը լինելու է երկրորդ քայլը։ Հասկանալի է, բնականաբար Արցախցուն չես ասելու, առավոտ չես ելնելու, ասես Վանուշ ջան, կնկա թռիփսիկի ձեռքը բռնի, հել գնա Ադրբեջան, իրանք լավն են։ Ոչ, անկախության երաշխիքը դա լինում է ռուսները։ Հինգ տեսակ, որ ասում եմ, ռուս ուր մտնում է, հելնում է, չէիք հավատում 4 տարի։ Արցախից հելավ, տեղը զիջելու է, եվրոպացես դիտորդները Հայաստանից պետք է լցնեն Արցախ, որ այնտեղ ապրեն։ Սա տարբերակը, որ ես հիմա բարձրաձայնում եմ, որը շուտով կլինի, ու սա ոչ թե Հայաստանի Հանրապետության իշխանության ձեռքբերումն է, սա Հայաստանի հայ ժողովրդի X խմբերի, եվրոպական խմբերի հետ կատարած գործողությունների ձեռքբերումը։ Թող հանգարց Հայաստանի Հանրապետությունը վաղը չտպի։ Այս նյութս նայեք, տեսեք սա քանի ժամ հետո սկսելու են նույն ձևերը տպել, վերագրելով իրենց բոլորը։ Այդ թվում սուտ ընդդիմությունը, այս փնթիները, Այս ոչիլների մի խումբը, որը Սերժի ու Քոչյանի տակ ծաղիկ են հավաքում Նիկոլի տակ եւ Լևոնի, եւ շարունակեմ ով Սերժ, Քոչյան, Լևոն եւ այլն։ Այսպես է լինելու իրավիճակը։ Մի հատ թեթև գաղտնիք բացեցես, սա տեսեք ինչ է կատարվում։ Հաջորդ հարցը ինչի մասին ուզում եմ անդրադառնալ, սա հենց այդ հարցն է, որ երբ որ Իսրայելը խփեց արդեն, սա նշանակում է, որ նախերգանքը տվեցին։ Նախերգանքը տվեցին աշխարհը ոչ մեկ ձեն չի անել, Թուրքիան վայ, ու ինչ է կատարվում, օգնեցեք, պամագիցի, գոռում է, ես իրանց լեզվով, խելք մի են, խելք գոռացողները գիտեք ովքեր են, ռուսները, որ անգլերեն ու գերմաներեն խոսալ չգիտեն, հեի տեղը խեյա, այդ սա խեյրը բերանից անպակաս է, հա, խելք մի, այդ խելքնիմ նետու, հա, այս ամբողջ գործողություններից հետո ժողովուրդ ջան, կսկսվի թուրք Իսրայելական կռիվից, թուրք-իսրայելական կռիվը կսկսվելու համար թեկու ես ոչ մի կողմինը չեմ պաշտպանում, որտեղ երկու շուրջ կռվում են, ճամփորդի ճամփեն բաժանվում են։ Թե սրանցից որ մեկն է ռևերանս անելու Հայաստանի ոչ թե Նիկոլին, իսկական իշխանությանը, որը ժողովրդի անունից է, առաջարկներ անելու ի օգուտ իրենց քաշելու, սա Երևան ընթացքում, էս էլ չեմ բացում։ Անցնենք պատմական մասին, ես կցանկանայի այսօր պատմեի մեր հանրահայտ Հայաստանի Զավակ Վահան Մամիկոնյանի մասին, ով իշխանության է եկել, ծնվել է 450 թվականին, 51, մինչև 505 թիվ ապրել է, մեր հայոց հզորագույն զորավար Վահան Մամիկոնյան, ով Վարդան Մամիկոնյանի եղբոր Ձվիկի եւ Հմայակի իշխանի որդին է, Ձվիկը մայրն էր, Հմայակը Մամիկոնյան իշխանը որդին է, որին Հայաստանում գերի են տանում պատերազմից հետո, ավարայրի ճակատամարտից հետո, ծնողների մահից հետո նրան գերի են տանում Իրան։ Հետագայում նրան հետ է բերում Գուգարած Աշուշա Բդեշխը, փող է տալիս իր եղբայրների հետ տանում են Արտաշեսի եւ Վասակի։ Հետ գալով Հայաստան հավաքում է զորք, մեջը վերցնում է հատկապես Սահակ Բագրատունուն, Հովանես մեր ղեկավարին, իշխաններից մեկին եւ նրանց հետ միասին կազմակերպում է ազգային մի փոքր ջոկատ։ Սկզբում 400 հոկանոց ջոկատ ալնում, վրան հարձակվում են 5-6 անգամ շատ պարսկական զորքեր, պարսկական զորքերին ջարդում է 400 հոգով 6 անգամ շատին ջարդելը, ժողովրդի մոտ արդեն ազգային ոգին է բարձրացնում, մի մոռացեք, որ դեռ ավարայրը նոր էր եղել։ 481 թվականին է սա լինում, նրանից հետո հարձակում են գործում ավելի շատ զորք է վերցնում Ատրպատականի կառավարիչը, Անուշ Շիրվանը վերցնում է եւ բերում է այս զորքերը վերցնում է, բերում է, որ Հայաստանի դեմ հարձակում լինի, որի հաջորդ հարձակմանը նույնպես 482 թվականին, հա, Նպատ լեռան տակ ջարդում են, էլի, ես արդեն Արարատյան դա ավարայրի ճակատամարտի մոտավորապես տեղն Արտաս գետի ափին ջարդում են եւ հայերի հոգեբանությունը բարձրանում։ Էլի մեջ հանգնում հայ ազգի թիկունքից խփող դավաճան վրացին։ Վախտանք առաջինը գրում է օգնեցեք,
Հասել են մեզ, պարսիկները ուզում են կոտորել, հայերն էլ հաշվելով, որ թիկունքից Հայաստանին է չխփեն վրացուն կոտորել, գնում են Ճամանդայի դաշտ, հայ-վրացական զորքերը, վրացիները չգիտեմ այնտեղ էլի ինչ են անում, դավաճանություն ծաղկում են, պարսիկ փղին տանում են իրենց կանանց սիրելու համար, պարտվում այդ պատերազմը, բայց պարտվում են հիմնական վրացական զորքը։ Հայկական զորքը այդպես պարտություն չի կրում։ Ճիշտ է, մահանում են հայ զորավարները, ինքը հետաքաշվում մինչև Տայք։ Տայքից հետո գալիս են զորքերը հավաքում են, իսկ այդ ժամանակ 484 թվականին սպանվում է Պերոս Պարսիկ թագավորը հեպթախների դեմ պատերազմում, հեպթախները դրանք են քուշանականային ազգերն են, որոնք ապրում էին այսօրվա Պակիստանի, Հնդկաստանի, Իրանի եւ Միջին Ասիայի տարածքում հսկայական քուշանական պետությունները, միջայլոց իրենք մի գծով հոների մոտ էին, որի հետ համագործակցել է մեր հայ ազգի նշանավոր զավակ Վարդան Մամիկոնյանը, Աթիլայի այդ հոների ղեկավար։ Ուղղակի իրենք բաժանվում էին տարբեր ցեղերի՝ հեպթախներ, քուշաններ, հոներ եւ այլն։ Հա, ռուսերեն խոսացողների համար հեպթախը դա էֆթալիտն է, որ եթե պատմության մեջ չհասկանաք, չգտնեք, հեպթախը դա էֆթալիտն է։ Եվ այս պատերազմից հետո, որ արդեն մահանում է նոր բարձրացած վրամը, խորհրդականները գալիս ասում են, որ գիտես ինչ կա, պատերազմը չես կարա հայերին այտենց դնես, կրոնափոխ եւ այլն, ստիպված պիտի գնաս բանակցության։ Պարսիկները մի զորավարի ուղարկում են Հայաստան, կնքվում է Նվարսակի պայմանագիրը, որով ընդհանրապես հայերից հրաժարվում են կրոնափոխ անելուց, Հայաստանում գալիս է խաղաղ ժամանակ մի պայմանով, որ բանին պիտի տնեն թագավոր, ներողություն, հայոց մարզպան։ Դնում են հայոց մարզպան, երկիրը սկսում է շենացնել եւ մեր հզոր հայ զավակը մինչեւ 505 թիվը կառավարում է հայոց մարզպանությունը։ Հայոց մարզպանության մեջ Ժողովրդյան հիմնականում մտներ ոչ միայն այդ փոքր տարածքը, որը գտնվում էր ժամանակավոր նաև հայերին էր միացած, մինչև որ Բագրատունին չսարքեր ջհուդական Վրաստանը, մինչև 10-11-րդ դարերը հայոց մարզպանության մեջ ամենը Աղվանքն ու Վրաստանը։ Չհաշվենք, որ նույնիսկ պարսկական իշխանության արաբական խալիֆատի ժամանակ Արմենիա խալիֆատի հայկական միավորի մեջ էլի ղեկավարները հայ մտնում էր հենց Վրաստանը եւ Աղվանքը, այնպես որ Ադրբարան Քոչվորստան, վրացի Ալքաշ մաննավաճառ տեղանողներին հիշեցեք, որ այդ երկու երկիրը միշտ եղել են Հայաստանի գավառ ու հայ ժողովրդի բարության շնորհիվ որ իրանք երբևէ ունեցել են անկախություն։ Հայը չլիներ, իրանք չէին ունենա։ Տեսեք Պարսիմա պատճառ։ Հայերին իրենք է վնասեցին, հարվածը գնաց իրենց։ Ես նույնիսկ կհասկացում եմ, որ մի քանի տասնամյակ հետո Վրաստան կլինի, թե չէ, չեմ ասում, որ Ադրբեջան։ Տարածքի բնիկները մենք ենք, տարածքը մերն է լինելու։ Ցավոք սրտի այսօրվա Հայաստանի տարածքը, էս էլի գիտություն Բևեր, Սևեր, Էր եւ այդ տիկին Արաքսիքսիկին։ Այսօր ցավոք սրտի Հայաստանի տարածքը 29500 է դե ֆակտո։ Փաստացի մենք ապրում ենք այդքանի վրա, մենք չենք ապրում ոչ 132-ի, ոչ 150-ի, ոչ 170-ի։ Ապրում եք, բերեք ցույց տվեք։ Սուտը ճշտի տեղ շատ ժամանակ մատուցելուց դու հավատում ես քո սրտին եւ դա դառնում է ապուշություն։ Դու իրականությունից հեռանում ես ու ապրում ես մենակ քո սրտով։ Դա են անում Հայաստանի ամբողջ ղեկավարները, նրանց կիսմանր մունր գրպանի կուսակցություններ եւ ինչպես նաեւ գերեզմանափոր, որ նորական դագաղի մի մեղ եմ խփում, Բևեր կոչեցյալները։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը եւ դուք տեսնում եք ես ինչքան եմ մերկասում բացայտում մեր ազգի թշնամիներին։ Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին թշնամիներին եւ արտաքինին։ Ներքինին 1000 անգամ շատ, որտեղ նրանք տականք են, տմարդին, մի փոր հացով դավաճան են, սուտասան են, փախած են, այլասերված են, հայ արյուն խմած են, տեղը փող վերցրած են։ Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, հաջորդ տարին Նախիջևանում, հաջորդ տարին Գանձակում, հաջորդ տարին Բագարանում, հաջորդ տարին Մուշում, Վանում, Բաբերթում, Սասունում, ուրիշ տեղեր էլ ասե, որ մարդիկ ասեն, բա մեր տեղի ինչի՞ չես ասում, Բաբերթում, Սասունում, Կարինում, Սվազում, Զմյուրնիայում եւ Պոլսում։ Ամեն։